Թալանում են պետությունը, թալանում են երկիրը, թալանել են ձեզ եւ ձեր գրպանները եւ միշտ են թալանել։ Ով էր այս տողերի հեղինակը։ Իհարկե հենց նա, ով 2018 թվականին ամենաբարձրն էր խոսում սրա մասին։ 2021 թվականին էլ եկավ ու ասեց, որ բանակն են թալանել, ամեն ինչ սրբել ու տարել են, որ ոչինչ չեն թողել։ Եվ ինքն էր ասում, որ վերադարձնող այդ թալանին։ Եվ ինչ կատարվեց։ Նստեց աթոռին ու ամեն ինչ մոռացավ։ Իսկ այսօր իր փոքրիկ խմբակին պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար է տալիս։ Ինչի համար։ Որ իրեն հավատարիմ է մնացել իր ստախոսությամբ։ Երևի մեկին կանչել է ասել է, որ դու պիտի ազգի մեջ բաժանարար գծեր ստեղծես, ապրես, քեզ 3 միլիոն գնա։ Հիմա մյուսին եմ կանչում։ Երևի թե այդպես է արել։ Կանչել է, ասել է, որ դու էլ պիտի համոզես, որ Ադրբեջանը մեր ընկերն է, այլ ոչ թե։ Դու էլ հեռացիր, քեզ էլ արժանի 3 միլիոնը կտանք։ Այսպես պարգևավճարներ է բաժանում։ Ինչի համար։ Սա թալան չէ, իհարկե թալան է։ Եթե պետությունից ամեն մեկին իր ստախոսության համար 3 միլիոն է տրվում, սա հստակ ձևակերպված թալան է։ Բայց երբ որ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանա թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան։